Լսել եք Արևմտյան Ադրբեջան ծրագրի մասին, ինչ եք մտածում, ինչ կարծիք ունեք դրա վերաբերյալ։ Այո, լսել եմ, ոչ կասեի, չեմ ընդունում։ Արևմտյան Ադրբեջանի մասին լսել ենք բոլորնս, ամբողջ հայությունն լսել, աշխարհի հայությունն լսել։ Ադրբեջանը այն պետությունն է, այն հանրապետությունն է նախկին, որ նա ոնց ասեմ, ռուսի ասած ալշնի է, այսինքն ագահա։ Այն ինչ որ մերն է, նա սարքում է իրանցը։ Եկալ ենք օրինակ 15 թիվը, մեր արևմտյան Հայաստանը, մերը դարձավ իրանցը։ Դրա վերաբերյալ ունեմ ամենավատ կարծիքը, որ նրանք բերեցին Արևմտյան Ադրբեջանը, հավասարեցրին Արևմտյան Հայաստանի խոսույթին։ Դուք բնակվում եք սահմանամերձ համայնքում, չեք վախենում, որ յուրաքանչյուր պահի ադրբեջանցիները կգան։ Ունենք մեզ հայկական բանակ, ունենք զենք, ունենք ամեն ինչ, վերջի փուն, որ եղնի հա, վերջի փող, ատոմակայանը կտրակցնենք, նա զենք հա, որ վերանանք, լրիվ է թող մեզ հետ վերանան, և Թուրքիան, և Ադրբեջանը։ Անվտանգայինով հիմա այն պայմաններն է, որ սահմանամերձն ու չսահմանամերձը շատ քիչ տարբերություն է։ Ձեզ անվտանգ եք զգում։ Անվտանգ ես զգում եմ, ինձ համար մեր գյուղը, մեր տարածաշրջանը, մեր հայրենիքը, մեր Հայաստանը ամենաթանկ բանն է, հողից այնյան թանկ բան չկա, գրված կա Սերո Խազարյանն է, որը վերջին հողակտորը, մեր հետ եկել է հասել է դրան վերջին հողակտորը, պետք է պահենք, ատամներով էլի պետք է պահենք։ Եթե պետական հաղորդումներին հավատանք, մեր ռազմական բյուջեին հավատանք, նրանց ռազմական բյուջեին հավատանք, տարբերությունները շատ է։ Իսկ իրականում գետնի վրա մենք այնպես բաներ ենք տեսել, որ շատ վատ է անդրադառնում, շատ վատ։ Զգում եք իշխանությունների աջակցությունը և անվտանգության երաշխիքները։ Ինչքան արտասահման օգնություն է գալիս է, թող այս ժողովրդին փոքր Հայաստանին իրանց էլ հասցնեն, ոչ թե նրանց գրպան էլ լցնեն։ Խելքը գլխին, մեզ ղեկավար չի լինեն, ու երևի էլ չլինի, այո։ Ունենք, բայց դե ուրա, իրար ուտում են, որ չի կարելի։ Այս մեր երկու շուն, որ կռվում են, ճամփորդի գործն է աչինգնում։ Մի ուտում են հրապարակում, խորհրդարանում, ուտում են իրար։ Ինչի համար։ Այս ժամանակ էլ մի կուսակցություն կոմունիստական, հասկացանք, անցավ գնաց։ Հիմա 5 հայ են 100 կուսակցություն, այդ թուրքը այդքանը լավ ջոկել է, դրա համար էլ նա կամաց առաջաշարժում, միահամուր դարձեք, Հայաստան, հայ ժողովուրդ, խորհրդարան, ղեկավարություն, միահամուր դարձեք։ Ինչ պետք է անեն իշխանությունները, որպեսզի Հայաստանը չդառնա Արևմտյան Ադրբեջան։ Պետք է հզորանանք, ունենանք պոլիտիկա, ունենանք ոնց ասեմ քեզ, լեզու գտնենք։ Ամեն ինչով պետք է թույլ չտան, եւ ռազմական տեսակետից, եւ քաղաքականության վարման տեսակետից, եւ տնտեսության հնարավորության ավելացում, ամեն ինչով պետք է նենց անեն, որ դրա առաջը առնել, թե չէ շատ դժվար է լինեն։